Հունիսի 8-ին Մերի եկեղեցին նշեց Հոգեգալստյան տոնը։ 2011 թվականին ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ տոնի օրը հռչակվել է Սևանի Սուրբ Առաքելոց եկեղեցու ուխտի օր եւ ավանդաբար տոնական Սուրբ Պատարագ է մատուցվում։ Այսօրվա տոնը խորհրդանշում է ընդհանրապես մեր աստվածային շնորհներով զարդարվելը, ինչպես առաքյալները զարդարվեցին, ովքեր Քրիստոսի պատվերով սպասեցին եւ ստացան այս շնորհը, այնպես էլ մենք ամեն տարի կարող ենք այս տոնի ընթացքում նորոգվել, նոր շնորհներ ստանալ, զորանալ, քաջություն ունենալ, արիություն ունենալ, իմաստություն ավելացնել եւ լավ վկաներ լինել Քրիստոսին, բացապես մեր կյանքով եւ Աստծո խոսքով նաեւ։ Սուրբ Սեղանին է դրված Մայրաթորից բերված Մատթեոս եւ Անդրեաս առաքյալների մասունքներն ամփոփող մասունքարանը։ Սուրբ Անդրեասը Քրիստոսի 12 առաքյալներից էր, Պետրոս առաքյալի եղբայրը։ Մինչ Տիրոջը հետևել է, եղել է Հովանես Մկրտչի աշակերտը։ Տիրոջ համբարձումից հետո քրիստոնեություն է քարոզել Հունաստանի հյուսիսում։ Սուրբ Մատթեոսը հարկահավաք է եղել, բայց երբ Հիսուս նրան առաքելության է կոչել, դարձի է եկել եւ իր ողջ ունեցվածքը բաժանել աղքատներին։ Մատթեոս առաքյալը հեղինակ է նոր կտակարանի առաջին գրքի՝ Մատթեոս Ավետարանի։ Մասունքարանը պատրաստվել է 18-րդ դարում Արևմտյան Հայաստանի Բաղեշ քաղաքում։ Հայոց ցեղասպանության տարիներին է բերվել Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Տոնական պատարագը Տեր Արսեն Քահանա Միրզոյանը մատուցեց։ Տեր հայրն անդրադարձավ Հոգեգալստյան տոնի խորհրդին եւ Սուրբ Հոգու նշանակությանը մեր կյանքում։ Հոգեգալստյան այս Սուրբ տոնը նաեւ յուրաքանչյուրինս է։ Յուրաքանչյուրինս է, որովհետեւ մենք էլ առաքյալների նման հնարավորություն ունենք Սուրբ Հոգու շնորհները ստանալու եւ անդադար ստանալու։ Երկրի վրա այլևս մեզ պահում, կապում եւ առաջնորդում է Սուրբ Հոգի Աստված։ Եվ մեզանից է կախված։ Թույլ կտանք Սուրբ Հոգին գործի մեր մեջ, թե ոչ։ Մեզանից է կախված Սուրբ Հոգին շարունակի իրագործել, կենսագործել իմ կյանքից ներս, իմ միջոցով, թե ոչ։ Իմ աղոթքն ու հայցն է, որպեսզի Տեր Աստված յուրաքանչյուրիս աստվածային իմաստություն տա, մտքի, հոգու, մարմնի առողջություն տա եւ նաեւ քաջություն առաքյալների նման միասիրտ դառնալու վերջի վերջով։ Մեր կամքը եւ մեր սիրտը մեկտեղելու, խոնարեցնելու դիմացինի նկատմամբ, դիմացինի սիրտը, սերը, կամքը վերցնելու քո մեջ, դառնալու մեկ ամբողջություն, մեկ միություն, մեկ համայնք։ Եվ այդ ժամանակ Սուրբ Հոգին կգա իրավամբ եւ կառաջնորդի մեզ այն եկեղեցու շարունակությանը, որի հիմնադիրներն են մեր Սուրբ առաքյալները։ Ժամանակին այստեղ մեծ վանական համալիր է գործել։ Վանքն ունեցել է 4 եկեղեցի, 1 գավիթ։ Սուրբ Աստվածածին Բազիլիկ եկեղեցին քանդել են սովետական տարիներին 1931 թվականին։ Վանքը հնում այնքան հռչակավոր է եղել, որ 3 անգամ այստեղ ուխտի գալը հավասարազոր է եղել 1 անգամ Երուսաղեմ ուխտի գնալուն։ Անշուշտ հավատացյալների թիվն էլ է մեծանում, երիտասարդների մեջ էլ որոշակի շարժ նկատվում է։ Այս տարի օրինակ նաև անցյալ տարի զբոսաշրջիկներ ավելի շատ էին, թե Ռուսաստանից, թե Եվրոպայի երկրներից եւ Ամերիկայից շատանում են, դա զգացվում է իրապես, իսկ ընդհանրապես ուխտի օրվա կապակցությամբ անշուշտ այն քանակը չէ, ինչ որ առաջին տարիներին էր, բայց արդեն ոնց որ ասած մաղվել են եւ այն սերուցքն է արդեն մնացել, իսկապես հավատացող, իսկապես տոնը գնահատող, տոնը արժևորող եւ հասկացող ու դրանով ապրող անձերն են, ովքեր գալիս են իրենց շնորհները ավելացնելու, ովքեր գալիս են իսկապես հաղորդակցվելու Աստծո հետ, շփվելու Աստծո հետ, իրենց աղոթքներով կիսվելու միմյանց հետ, միմյանցով զորանալու նաև մի միաբանություն ստեղծելու։ Երկար ճանապարհ ենք կտրել Երևանից մեծ սիրով ուխտագնացության ենք եկել Վանք, շատ կարևոր ուխտով ու հավատով, որ այս բարդ ժամանակներում աղոթենք մեր երկրի համար, մեր հայրենիքի ամրության համար։ Սևանավանքի հանդեպ սերն ու հետաքրքրությունը չի մարել մինչ օրս։ Վանքը զբոսաշրջային կարևոր ուղղություններից է։ Տարվա ցանկացած եղանակի, հատկապես ամռանը, վանքը դեպի իրեն է ձգում ուխտավորների աշխարհի տարբեր անկյուններից։
Այնոն ֆինլանդացի է, ամուսինը հայ, ապրում են Հայաստանում, ազգակիցներին միշտ Սևանավանք է բերում։ Ասում է վառ տպավորություններն այստեղ ապահովված են։ Ոչ միայն տեղանքն ու Կապուտակ Սևանն է տպավորիչ այս բարձունքից, այլև դարավոր վանքն իր պատմությամբ։ Մեծ խնամքով են պահպանված խաչքարերը, տարածքն ու երկու հնամենի վանքերը։ Գիտեմ, որ այստեղ 921 թվականին մեծ ճակատամարտ է եղել, վանքը ծառայել է որպես ամրոց։ Միշտ սիրով եմ գալիս այստեղ, ներքին խաղաղությամբ եմ լցվում։ Դրական մեծ էներգիա կա այս վայրում։ Պատարագի ավարտին կատարվեց նաև Անդաստանի կարգ մեր երկրի ու եկեղեցու անսասանության, խաղաղության, հոգևոր ու ֆիզիկական առողջության խնդրանքով։ Անուշ Առաքելյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։